Բարև ձեզ հարգելի բարեկամներ, այսօր կխոսենք մի շատ հին արմատապտուղի մասին, որը, ինչպես տեսնում եք, գազարն է։ Գազարի հյութը կարելի է խմել օրվա ընթացքում 3-4 անգամ 100-150 գրամ ուտելուց առաջ։ Նա մաքրում է օրգանիզմը, նպաստում է աղիների գալարակծկումներին և դատարկմանը, ներծծվում է իր վիտամինային կոմպլեքսով և միկրոտարերով, որոնք մասնակցում են նյութափոխանակության բազմաթիվ օղակներին։ Այն կարևոր նշանակություն ունի նաև սեռական կարողությունը բարձրացնելու համար։ Վերցնում եք, հավասարաչափ խառնում եք գազարի հյութը մեղրի հետ և 1 ճաշի գթալ օրը 4 անգամ 1 շաբաթ տևողությամբ, բարձրացնում է օրգանիզմի էներգիան, օրգանիզմի ուժերը և լավացնում է սեռական կարողությունը։ Գազարի հյութը լավ է նաև հարփուխների ժամանակ, դուք կարող եք այն ճզմել, հյութը հանել, խառնում եք ձիթապտղի յուղի հետ հավասար քանակությամբ և կաթեցնում եք քթանցքերի մեջ։ Կարևոր նշանակություն ունի նաև գազարի հյութը բերանի խոռոչի ողողումների համար, այն կարող եք անել բերանի խոռոչը ողողել, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ապա նպաստավոր է և օգտակար է լնդերի համար։ Այն կարելի է դնել նաև վերքերի վրա, ինչպես հյութը, այնպես էլ գազարի այս քերուկը, դուք կարող եք նաև ավելի մանր անել, շփոթի նման լինի, փռեք մառլայի վրա և դնեք արտաքին վերքերի վրա, որքինի, էկզեմայի, նեյրոդերմիտի վրա տարբեր տեսակի թեփոտվող այդ ախտահարումների ժամանակ ստանում եք լավ արդյունք։ Գազարի հյութը իջեցնում է այրան ճնշումը, ինչպես նաև շաքարի պարունակությունը այրան մեջ։ Իսկ պատճառով օգտագործում եք գազարի սերմերը, վերցնում եք գազարի սերմ, 1 ճաշի գթալ, լցնում եք 1 բաժակի մեջ, նաև անիսոնի սերմերը, վրան լցնում եք եղերման ջուր, թողում եք թրմվի 2 ժամ, բերանը փակ և կարող եք խմել կես բաժակ օրը 3-4 անգամ հիպերտոնիկ հիվանդության ժամանակ։ Լավ արդյունք է տալիս նաև աթերոսկլերոզի, թեփոտվող ворքինի, ինչպես նաև գլխի մազաթափության ժամանակ գազարի հյութը կարելի է քսել նաև գլխին, փաթաթել, թողնել 1 ժամ, այնուհետև կարող եք լվանալ։ Գազարից կարող ենք պատրաստել դիմակներ, ինչպիսի դիմակ կարող ենք պատրաստել, վերցնում ենք գազարը, այս քերած վիճակում լցնում ենք ձվի դեղնուցի վրա, այստեղ ձվի դեղնուցներ, խառնում ենք, պատրաստում ենք շփոթ և դնում դիմակ։ Սա չոր մաշկի համար է։ Դնում եք դիմակ, 20 րոպե հետո կարող եք լվանալ գոլ ջրով, այնուհետև սառը ջրով, շաբաթը 2-3 անգամ կարող եք կրկնել և մաշկը կդառնա հարթ, փայլուն, ծակոտիները կնեղանան։ Մյուսը յուղոտ մաշկի համար վերցնում եք ձվի սպիտակուց, այստեղ սպիտակուցն է դարձյալ, լցնում եք խառնում եք, որպեսզի ստացվի մի քիչ պինդ խառնուրդ թթվասերի թանձրությամբ և նորից դնում եք դիմակ։ Այս դիմակը յուղոտ մաշկի համար է։ Գազարը պարունակում է, նորից եմ կրկնում, մեծ քանակությամբ վիտամիններ, որի համար այն օգտագործում է ավիտամինոզների, երկաթդեֆիցիտային անեմիաների, բարձրացնում է, մեծացնում է օրգանիզմի ուժերը և նպաստում է առողջության վերականգնմանը։ Հարգելի հեռուստադիտողներ, գազարի սեզոնն է և գազարը կա գրեթե ամբողջ տարվա ընթացքում, որովհետև այն կարելի է պահել 7-8 ամիս։ Դուք պետք է օգտվեք դրանից։ Ցավոք սրտի մեր ազգաբնակչությունը, չգիտեմ ինչու, գազարից քիչ է օգտվում, հատկապես երեխաների համար, որն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, որը պետք է նրանց աճին և զարգացմանը, ինչպես նորից եմ կրկնում, հղի կանանց և
ծննդաբերությունից հետո։ Կարելի է գազարի տերևները օգտագործել։ Գազարի տերևները օգտագործելու համար դուք վերցնում եք մի փունջ տերևներ, լցնում եք մեկ բաժակ եղմաջրի մեջ, եռացնում եք ընդամենը 5 րոպե եւ խմում եք կես բաժակ օրը 3-4 անգամ։ Իջեցնում է այրան ճնշումը եւ ունի միկրոբասպան հատկություն։ Նա նպաստում է աղիներում ախտատին միկրոբների վերացմանը եւ նրանց գործունեության ճնշմանը։ Ձեզ առողջություն եմ ցանկանում, մինչ նոր հանդիպում։